մեր առաջին երթը մենք անցկացրեցինք 2008 թվականի դեկտեմբերի 10-ին։ Այդ ժամանակ, եթե հիշում եք, 70 քաղբանտարկյալ ունենք բանտերում, երթերը ընդհանրապես արգելված էին, մեր երթերը ցրում էին, այդպես էլ է պատահել, փորել էին այս ազատության հրապարակը, թույլ չտալու համար այստեղ ցույցեր։ Այսինքն, բռնապետությունը այդ ժամանակ իրեն շատ ուժեղ էր զգում, բայց մենք մեր համար պայքարով, այստեղ հավաքված մարդկանց համար պայքարով, կամաց պարտադրեցինք բռնապետությանը, որ ազատության սահմանները այս երկրում ընդլայնվեն, եւ մենք հասել ենք նրան, եւ դա ձեր աշխատանքն է, ձեր համառությունը, ձեր հետևականությունը, մենք հասել ենք նրան, որ բոլոր քաղբանտարկյալներին ազատեցին, հասել ենք նրան, որ ազատության հրապարակը մենք նորից վերադարձրինք ժողովրդին, մենք հասել ենք նրան, որ Հայաստանում ակտիվացել է քաղաքացիական հասարակությունը եւ պայքարում է մարդու իրավունքների համար բոլոր ոլորտներում։ Սա Հայ ազգային կոնգրեսի համաժողովրդական շարժման 4 տարվա լրջագույն աշխատանքի եւ պայքարի արդյունքներն են։ Բայց մնացել է մեկ իրավունք, որը մենք դեռ չենք նվաճել, վերջին բարձունքը։ Այդ բարձունքը մենք շատ շուտով նվաճելու ենք եւ դրա սկիզբը դրվելու է փետրվար ամսին։ Փետրվար ամսին ժողովրդի ընդվզման ալիքը ուղղված է լինելու Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը, ուղղված է լինելու նրան, որ մենք այս իշխանություններին, որոնք չեն ընտրվել, հեռացնենք Հայաստանից։ Ոչ մի ավելի կարևոր արժեք չկա, քան այն, որ ժողովուրդը ինքը ընտրի իր իշխանությունը։ Այն հասարակություններն են առողջ, որոնք կարողանում են հասնել դրան, եւ նման հասարակությունում, որտեղ իշխանությունը ընտրովի է, ավտոմատ կերպով ապահովում են նաեւ մյուս իրավունքները։ Այսինքն, քաղաքական ազատ մրցակցության իրավունքը, խոսքի ազատությունը, եւ մենք բոլորս այն մարդիկ ենք, որ կարող ենք անգամ հակառակորդներ ունենալ, ատել նրանց, բայց մենք մեր կյանքը կտանք, ինչպես Վոլտերն էր ասում նրա համար, որ նրանք արտահայտվելու իրավունք ունենան։ Մենք այդպիսի հասարակության համար ենք պայքարում։ Եվ ուրեմն հիմա բոլորս գնում ենք երթի առաջ դեպի անսերժ Հայաստան, առաջ դեպի ժողովրդավարություն։